Բարույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, Փառտիրոջ այս հրաշալի օրվա համար եւ մենք նորից շարունակում ենք մեր եթերը այս առավոտյան այսօր մեր հյուրն է մեր սիրելի ուրեմն Արսեն եղբայրը վստահ եմ շատերը ճանաչում եք նրան մեր սիրելի Արսեն եղբայրը նա այսօր միացել է մեզ եւ Արսեն եղբայր ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնեմ Արսեն եղբայր շնորհակալություն որ միացար մեզ եղբայրս Տերը օրհնի Աբրահամ ջան, Տերը օրհնի քեզ, Տերը օրհնի քո այս հարթակը, թող Աստծո խոսքը հոսի, տանի բժշկություն, Աստված ճանաչողություն եւ թող մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի իմ աղբեր։ Շնորհակալ եմ քեզանից առիթ տալու եւ հնարավորություն։ Ամեն, մենք էլ ենք շանս շնորհակալ Արսեն եղբայր եւ միանգամից անցնենք թեմային, այսօրվա թեման շատ հրաշալի թեմա է եւ միանգամից տրամադրություն է ստեղծում, այսպես ասած, հրաշալի մոտենալ, ուրեմն, այսպես է վերնագիրը բարի է մոտենալ Աստծուն, եւ ինչի մասին է լինելու խոսքը, սիրով լսում ենք քեզ եղբայրս։ Ամեն բանից առաջ ողջունում եմ ձեզ, Աբրահամ ջան, նորից շնորհակալություն Աստծուն քո համար, քո այս հարթակի համար։ Տեր Աստված թող օրհնի քեզ, պահի քեզ, զորացնի քեզ, կոչ եմ անում նրանք, ովքեր որ հետևողական են, նայում են, օրհնվում են, իրանց թե աջակցությունը, թե իրանց լայքերն ու իրանց էջերի մեջ կիսելը։ Անպայման։ Անգամ եթե Աստված սրտները օգտագործում է, շարժում է, որովհետև ամեն բան իր վերջապես վճարումն է ուզում, ամեն բան գիտեմ դա, թող Տեր Աստված օրհնի Աբրահամ ջան, գին պետք է տանք, այո, ամեն բան իր գին ունի, եւ այս հարթակն էլ, որ այսօր ծառայում է, մարդկանց քաջալերությունը, ուրախությունը, օրհնությունը, նույնպես գին ունի, թող Տեր Աստված օրհնի քեզ եւ օգտագործի այն սրտերը, որոնք իրանց սրտի մեջ ունեն բարեկամեցողություն եւ հոժարություն։ Ասա խոսքը ասում է բարի կանելուց չհոգնենք, հարմար ժամանակին կհնձենք, հալելույա։ Ամեն։ Կամ պատգամին այսօրվա սրտից դրված այս խոսքին ասում մոտենալը բարի այնց։ Վերցրել եմ այս խոսքը ու այս միտքը 73 Սաղմոսի, սա Ասափի Սաղմոսն է։ Իրանք ովքեր չգիտեն, Ասափը շատ նվիրված Ղեֆտացի մեկը, որ քահանական ծառայության մեջ, բայց Սաղմոսը շատ անսպասելի է սկսում։ Սաղմոսը սկսում է նրանով, որ Աստված բարի է Իսրայելի համար, բայց ես քիչ մնաց ցայթակեի, որովհետև նայեցի ամբարիշներին, նայեցի իրանց վերջապես սխալ ուղով գնացողներին, Սաղմոսի մեջ ասում է նայեցի այդ հաստավզերին, իրանց անօրենության եւ իրանց վերջապես ամբարշտության մեջ ու քիչ մնաց ես սայթակեի։ Այնքան մինչեւ որ ասում եմ ես փորձեցի սրա մասին հասկանամ էլի Տեր Աստված։ Կարող է ասեցի իզուր տեղն եմ սիրտս մաքրել, կարող է ճանապարհներս մի բան են չեմ արել։ Ինչի ենք էլի մենք անընդհատ ոնց որ մենք նեղություն ենք քաշում, նրանք նեղություն չեն քաշում։ Նրանք իրանց համար առոք ապրում են։ Բայց ես ասում եմ հիմարի պես կեղնեի, եթե այսպես շարունակեի։ Ու երբ որ մտա Աստծո սրբարանը, հասկացա, որ Աստված նրանց սահուն տեղն ա դրել։ Ու Սաղմոսը, որպեսզի ամփոփի, ասում է. Ով ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզանից մեկին չեմ ուզում։ Ու Սաղմոսը վերջացնում է հետևյալ բառերով. բայց Աստծուն մոտենալը բարի է ինձ։ Հավատում եմ այս Աստծուն մոտենալը բարի է ինձ, ամեն մեկս պետք է թե վերապրենք, թե ճանաչենք, թե ճաշակենք, թե ունենանք, գիտես ինչ, բացահայտող Աբրահամ ջան, բացահայտող բաներ, որը որ հավատում եմ օգնելու է։ Ես հիմա ուզում եմ օգտվեմ իմ տարիների փորձից, ուզում եմ օգտվեմ Աստծո ողորմությամբ եւ շնորհքով տված Աստված ճանաչողությանը, թե ինձ համար ինչն է բարի, հավատացած եմ լսարանի մեջ լեցուն մարդիկ կարան օգտվեն եւ իրանց կյանքի մեջ էլ կիրառեն, որովհետեւ օգտվում ենք նույն Աստվածաշնչից, նույն Աստծո խոսքից։ Հույս եմ դրել Տեր Աստծո վրա, որպեսզի քո բոլոր գործերը պատմեմ։ Նայ, Սաղմոսը սկսեց
նրանց կյանքի անօրենության ու ամբարշտությանը նայելով Սաղմոսը վերջացնում է Աստծո գործերը եւ Աստծո ճանաչողությունը մարդկանց մեջ տարածելու եւ պատմելու։ Լիովին տարբեր բաներ է։ Եվ այստեղ մի կարևոր բան, որ ուզում եմ անպայման շեշտեմ, Աստծուն մոտենալու մեջ կա Աստված ճանաչողություն։ Աստված ճանաչողություն, որը փոխում է քո կյանքը։ Աստվածաբանները այսպես են ասում եւ հավատացած եմ ու դա ճիշտ սահմանում է, մեր կյանքը փոխվում է մեր Աստված ճանաչողության հայտնության համաձայն։ Ինչքան խորն է մեր կյանքի ճանաչողությունը, այդքան խորն է մեր կյանքի փոփոխությունը։ Ինչքան խորն ենք մենք Տիրոջը ճանաչում, այդքան խորն էլ նվիրվում ենք։ Այլ խոսքով ասած, Տեր Հիսուսը հիշում եք ինչ ասաց, ում շատ է ներվում, նա էլ շատ է սիրում, ով հասկանում է, թե իրան ինչ է ներվել, բնականաբար ուզում է ավելի շատ նվիրվի ու սիրվի։ Բայց կանգ առնեմ Աստված ճանաչողության վրա։ Գիտեք, մի բան է իմանաս ջրի ֆորմուլան H2O, չէ՞։ Բայց մի բան է դու բաժակով ջուրը վերցնես ու խմես։ Մի բան է թղթի վրա գրված եղնի տարբեր ուտեցների անուններ եւ մի բան է դու կարողանաս ձեռքդ վերցնես հաց ու կերակուր ու կարողանաս դա ուտես։ Մեր օրերի մեջ ես հավատում եմ ամեն մեկս պետքա ջանք անենք այս ձև ռեալ ճանաչողության ձգտման, որովհետեւ դա հասանելի է։ Եվ դրա համար առաջինը, որ մենք մեր կյանքի մեջ պիտի կիրառենք ու օգտագործենք, առաջին Աստվածաշունչ կարդանք ամեն օր, երկրորդը աղոթ կանենք Աստծո խոսքի համաձայն եւ վստահենք, որ Աստված ուզում է, որ մենք իրան ճանաչենք, ինքը իրան ճանաչեցնի մեզ։ Եվ ինչպես ասացի, ճանաչողության, խորության համաձայն փոխվում է մեր կյանքը, փոխվում է մեր էությունը։ Հիմա գամ կարևոր մտքին, այս գնանք բառը, ոնց որ ասա-փասավ բարի է ինձ մոտենալը, ես ուզում եմ ասեմ, այս գնանք բառը, չէ, վերցնենք որպես մեր կյանքին 3 հատ տարբեր ուղղությունների վրա փորձենք օգտագործենք։ Առաջինը, Մատթեոս 11:28-ի մեջ Տեր Հիսուսը ինքը կոչ է անում, ասում է. «Եկեք ինձ, բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ բեռը վերցրեք ձեր վրա, իմ լուծը, եւ սովորեք ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր անձերին հանգստություն կգտնեք»։ Առաջի կարևոր քաջալերությունը, որից ուզում եմ սկսեմ, գնանք, որովհետև ինքը մեզ կանչում է։ Գնանք, որովհետև ինքը հավատարիմ է, ինքը իր կոչին ինքը հետևողական սպասում է։ Եվ կապ չունի հիմա, ասենք, մեր լսարանի մեջ մարդիկ ինչ դժվարությունների եւ ինչ խնդիրների մեջ են։ Դու կարող ես գնալ, դու կարող ես կանչել Տեր Հիսուսի անունը եւ դու կարող ես վստահ եղնել, որ Աստված ունի միջամտություն եւ օգնություն քո համար։ Ունի քեզ կարողություն թե ձեռ մեկնելու եւ թե օգնելու։ Բայց մի կարևոր բան կա։ Կոչի մեջ Տեր Հիսուսը շեշտում անում, ասելով, որ եկեք ինձ հոգնած ու բեռնավորվածներ։ Ինչի ենք մենք շատ հաճախ հոգնում եւ բեռնավորված կյանքի արդյունքը դա ինչից է առաջանում։ Առաջինը, որ մենք մեր վրա մարդկորեն մենք մեզանով ենք ուզում մեր հարցը լուծենք։ Մինչդեռ ճշմարտությունը հետեւյալն է, որ Տեր Հիսուսը ասավ, առանց ինձ դուք ոչ մի բան չեք կարող անել։ Ես հավատում եմ, սա խորը խոնարհություն է Աբրահամ ջան, ամեն մեկիս համար դիտակցենք, հասկանանք եւ մեր առիթ ունեցած ժամանակ վկայենք, պատմենք մարդկանց, որ իմ կյանքը փոխվել է շնորհիվ Քրիստոսի։ Ես կարեցել եմ բեռնաթափվեմ շնորհիվ Քրիստոսի։ Ես կարողանում եմ ժպտերես ման գամ, կարողանում եմ քաջալերված, կարողանում եմ ոչ նամրոտած դեմքով, ոչ sense կներես տրտմած ու հուսահատված, որովհետև Քրիստոս թույլ եմ տվել գա իմ կյանքը ու իմ խավարը լուսավորի։ Եվ մի կարևոր բան, ես ջանք եմ անում, չեմ կարող ասեմ 100% սովորել եմ, բայց ջանք եմ անում դրա մեջ վարժվեմ, որ միշտ Տիրոջ բեռը կրեմ։ Տիրոջ բեռը թեթև է, Տիրոջ լուծը քաղցր է։ Սիրելիներ, մարդկային բեռը հառաչացնող է, մարդկային բեռը ծանր է, մարդկային բեռը անտանելի է։ Եվ մի կարևոր բան եւս, գնանք, որպեսզի սովորենք խոնարհության, սովորենք հեզության։ Խոնարհության, որովհետև Աստված վեհափառ, բարձր ու բարձրյալ, բայց կոտրած սիրտ ունեցողի եւ խոնարհին ճանաչող, հերվից տեսնող Աստված է։ Նա անպայման հասնող է։ Եւ մի բան, որ պետք է հիշենք բոլորս, Աստված ատում է ամբարտավանությունը, Աստված ատում է մեծամտությունը եւ հպարտությունը։ Դա ամենաառաջի մեղքերից մեկն է։ Հլա դեռ մարդկությունը չստեղծված, այլ արդեն երկնքի մեջ այդ զզվելի երևույթը առաջացած ու գնաց Արուսյակը իր հրեշտակների 1/3-ով գնաց եւ վերջապես դարձավ Աստծո թշնամի։ Ինչի համար մեծամտության, ամբարտավանության, ես լա ինչ իմաստություն ունեմ, ինչ կարողություն ունեմ, մի քիչ
տակս հնարավորություն դնեմ, Աստծուն հավասար կեղնեմ եւ այլ եւ այլ։ Եվ գլխի վրա վայր ընկավ այնտեղից։ Թող Տեր Աստված ողորմություն անի մեզ, որպեսզի մեր աստվածպաշտության մեջ մենք հասկանանք ու գիտակցենք, Քրիստոսանման պահենք մեզ, Քրիստոսանման շարժվենք, լինենք հեշտ կառավարվող Աստծո ձեռքերի մեջ, լինենք խոնար, ոչ մի անգամ, ոչ մեծամտանալ, ոչ ամբարտավանանալ, ոչ ինքնագլուխ, ինքնահավան, ոչ ինքնուրույն, այլ լիովին մեր կախվածությունը զգանք ամեն Աստծո տված օրվա մեջ, որ մենք ճուղենք եւ խաղողի հենց վազը Քրիստոսն է։ Եթե մենք Քրիստոսի վրա հաստատված չեղանք, կչորանանք ու դեն կգցվենք, բայց եթե մենք հասկանում ենք, որ մենք Իրանից ենք սնվում, Իրանով կանք ու Իրանով ապրում ենք, եւ հավատում եմ ամեն Աստծո տված օրվա մեջ մենք կարտահայտենք։ Առաջի կարևոր միտքը այստեղ գնանք, որովհետեւ ինքը մեզ կանչում է, գնանք սովորելու, գնանք բեռնաթափվելու, գնանք ռեալ մեր առօրյայի մեջ կիրառելու, սովորելու, Տիրոջ բեռը վերցնել, Տիրոջ լուծը վերցնել, Տիրոջ հաճելի խոնարհությամբ եւ հեզությամբ։ Եվ հավատում եմ մեր շրջապատի մեջ էլ լինենք լավ օրինակ, թե ոնց Աստված մեր ամեն մեկի կյանքը փոխելով փառավորվում եւ մեր ամեն մեկի կյանքի մեջ իր աստվածային փառավոր հետքը թողնում։ Երկրորդը Եբրայեցիների 4-րդ գլուխ 14-ից 16 համարների մեջ մենք ունենք յուրովի քաջալերական տեքստ, որը հավատում եմ բոլորիս համար շատ հաղթական եւ քաջալերական է։ Տիրոջ խոսքը ձեւ ասում։ Ուրեմն մենք որ մեծ քահանայապետ ունենք երկինքը գնացած Հիսուս Աստծո որդին, ամուր բռնենք մեր դավանությունը։ Քանզի ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ կարող չի մեր տկարություններին կարեկի ձեղնել, հապա ինքը ամեն կերպով փորձ առածա մեր նման, բայց առանց մեղքի։ Ուստի համարձակությունով մոտենանք շնորհած աթոռին, որպիսի ողորմություն ընդունենք եւ շնորհ գտնենք պետք եղած ժամանակ մեզ օգնելու։ Իմ խորը համոզմունքն է, Աբրահամ ջան, որ տարիների մեջ Աստծո ժողովրդին ծառայելով եւ տարբեր աշխարհամասեր պատտվելով հասկանում եմ, որ այս տեքստի առաջի մասում խնդրեմ չկա։ Բոլորը գիտեն, որ Հիսուս Աստծո որդին է, բոլորը գիտեն, որ Հիսուս մեր բոլորի բարեխոսն է, բոլորը լավ գիտեն։ Բայց մեր բոլորի ոնց հասկանում եմ կաղալը տեքստի երկրորդ մասում է ու երրորդ մասում է։ Երկրորդ մասը ասում է նրա բնությունը եւ նրա էությունը։ Նա այնպիսի քահանայապետ է, որ քո բոլոր ապրած ու ընթացած տեղյակը ճանաչում է մի կարևոր առավելությամբ նա ոչ մի անգամ մեղ չի թույլ տվել։ Եվ 16-րդ խոսքը մասամբ 16-րդ խոսքը շեշտում է գնանք համարձակությամբ, որպիսի ընդունենք շնորհք եւ ողորմություն մեզ պետք եղած ժամանակ մեզ օգնելու։ Գիտես շատ հաճախ մենք աղաղակում ենք, ասում ենք Տեր, խնդրում եմ օգնի միջամտի, չէ՞։ Տիրոջ խոսքն էլ ասում է, որ ոչ մի բանի համար հոգ մի անի, ապա ամեն բանի մեջ աղոթքով, աղաչանքով քո խնդրանքը Աստծուն հայտնի արա։ Ֆիլիպեցիս նամակի մեջ։ Հիմա ինչա պետք մեզ սովորել մեր աստվածպաշտության մեջ եւ կիրառել դա վստահորեն եւ քաջալերված ամեն Աստծո տված օրվա մեջ։ Մենք հոր աջ կողմը մեծ քահանայապետ ունենք հավատարմաբար մեր համար կանգնած եւ մեզ համար բարեխոս։ Նրա բնությունը նա իմ անցած ճանապարհով անցել է մի կարևոր առավելությամբ առանց մեղքի եւ նա ունի շնորհք, նա ունի ողորմություն։ Շնորհք բառը մենք պետք է կարծում եմ հասկանանք եւ մեր աստվածպաշտության մեջ կարողանանք կիրառենք։ Օրենքը տրվեց Մովսեսի միջով, շնորհքը եկավ Քրիստոս Հիսուսի ձեռքով։ Մենք հավատում ենք ավետարանի եկեղեցու ընտանիքի անդամներս, որ շնորհքը դա Աստծո ձրի պարգև է, այո եւ ամեն։ Բայց նույն ժամանակ մենք նույն ժամանակ պետք է նաև ընդգծենք շնորհքը աստվածային կարողություն է մարդու կյանքի մեջ մեկ։ Շնորհքը Աստծո ներգործություն է մարդու կյանքում, որի արդյունքում մարդը կայանում է։ Շնորհքը միջամտություն է եւ օգնություն է առանց մարդու արժանինքների հետ հաշվի նստելու, որովհետեւ
Շնորհքը ոչ մի անգամ մարդու արժանինքների հետ հաշվի չի նստում։ Դա Քրիստոսի առատությունից ու լիությունից է գալիս։ Դրա համար ես հայտնաբերել եմ, որ մենք խնդրեմ չունենք, հավատանք, որ հոր մոտ բարեխոս ունենք, մեծ քահանայապետ ունենք, մեր խնդրեմը այստեղ է։ Սովորենք վերցնել շնորհք, սովորենք վերցնել կարողություն, սովորենք ընդունել ողորմություն մեր կյանքի մեջ, մեր առօրյայի մեջ կայացած ու արժանավայել գոհություն եւ փառք բարձրացնել երկնքին, արժանավայել շնորհակալություն ասել, Տեր, որ ես քեզնով կամ ապրում եմ, դա քո մեջ շնորհքն ու ողորմությունն է, Տեր, եթե դու իմ մեղքերը հիշելու եղնես, ես վաղուց պետք է մեռած եղնեի, բայց դու քո առատ շնորհքիդ մեծությամբ, լիությամբ ինձ պահել ես, ինձ օրհնել ես, օծել ես, տվել ես կարողություն ծառայելու, որի համար շնորհակալ եմ, ու ամեն տեղ ուզում եմ ասեմ, Քրիստոսով կամ Քրիստոսով ապրում եմ եւ Քրիստոս Հիսուսով գոյություն ունեմ։ Թող Տեր Աստված օգնի մեզ բոլորից, գնանք հասկանալով, գնանք հավատալով, գնանք վստահելով մեր մեծ քահանայապետի մոտ։ Հավատքի քայլ ասա, հավատքի քայլ եւ Աստված ճանաչողության խորը հիմք ունենալու վերջապես թե պատճառը, թե արդյունքը դու ճանաչում ես, դրա համար կարողանում ես ազատ գնաս, որովհետեւ նա քեզ հասկանում է, նա գիտի քեզ օգնել, նա կարող է, նրա ձեռքերի մեջ չկա ոչ մի անկարելի բան։ Եվ սա շատ քաջալերական Աբրահամ ջան, քաջալերական, որովհետեւ գիտես կապ չունի, գիտես, դա անձնական խնդիր է, ընտանեկան խնդիր է, ֆինանսական խնդիր է, կապ չունի ինչով ես դու անցնում։ Հիշի, կա բոլորիս համար մեծ քահանայապետ, նա մեր բոլորին հասկանում է, նա մեր բոլորի համար ունի շնորհք, նա մեր բոլորի համար ունի ողորմություն, պետք եղած հարց առաջանում, երբ է այդ պետքը։ Երբ է, երբ որ դու դրա մեջ ես, երբ որ դու որևէ հարցի կարիքի մեջ ես, օգնության, միջամտության, աստվածային օգնության, գիտեք, անկեղծորեն բաներ կա մեր կյանքի մեջ, մենք պետքա մինչև անապատային չորություն հասցնելը հասկանանք, որ մենք առանց Հիսուս ոչ մի բան չենք կարող անենք։ Ինքն է ճանապարհը, ինքն է դուռը, ինքն է ճշմարտությունը, ինքն է մեր բարի հովիվը, ինքն է խաղողի վազը, եւ Իրանով ենք մենք ապրում ու Իրանով գոյություն ունենք, եւ եթե կարողանում ենք ամեն օր ցույց տալ մեր կախվածությունը, մեր կախվածությունը, Տեր, ես լիովին կախված եմ քեզանից, եթե ինձ չօգնես, ես մատնված եմ ուղղակի, խնդրում եմ, ձեռդ պարզի, շնորհքդ բեր իմ կյանքը, ինձ օգնի, ամուսիններ, ապրում եք իրար հետ եւ զգում եք, որ տարիքից արդեն դարձած եք իրար հանդեպ ագրեսիվ, դարձած եք իրար հանդեպ մի ձևի չներող, իրար հետ հաշվի չնստող, ինչի պակասնա, Աստծո շնորհքի պակասնա, գնացեք Աստծո ներկայություն, խնդրեք Աստծո շնորհ, որ օգնի ձեզ, ձուլի ձեզ իրար հետ, եւ կարողանաք իրար հետ Աստծուն հաճելի, առաջինը ընկերներ եք, հետո նոր ամուսիններ եք, երբ որ դու կարողանում ես պահել Աստվածահաճո այս ընկերությունն ու մտերմությունը, Մաղաքյան, հիշում ես ինչ ասա, անոր համար ասում է, Տերը վկայա քո եւ քո երիտասարդության կնոջ միջեւ, որը քո ուխտիդ կինն է եւ քո ընկերդ է։ Մենք պետք է հասկանանք, Աստված յուրովի անամ ստեղ, չես կարա, հասկանում ես, չես կարա, որպիսի քո աղոթներին արգելք չեղնի, չէ՞, ասում այրեր խոհեմության վարվեք ձեր կանանց հետ, որ ձեր աղոթքներին արգելք չեղնի։ Իսկ այսօր կներես կարա հանգիստ կոպոտի, կարա հանգիստ առհամարի առանց մի հատ օֆանելու գնա աղոթի։ Ու իրան թվա թե սա երկինքը պետք է արձագանք տա, բայց քիչ բարձր չի բարձանում այդ աղոթքը։ Դրա համար հավատում եմ, պետք է շնորհ, պետք է հասկանաս, որ դու կախված ես, առանց Հիսուս չես կարա։ Եվ մեր մեծ քահանայապետը հոր աչքով բարեխոսում ամեն մեկիս համար մեզ օգնելու, իր ձեռը մեր վրա պահելու, մեզ շնորհք ու ողորմություն տալու։ Մեր շնորհք ու ողորմություն տալու։ Շնորհքը հասկացանք, Աստծո պարգևը, Աստծո ներգործությունը, Աստծո կարողությունը, Աստծո ազդեցությունը, Աստծո միջամտությունը, որի արդյունքում կայանում ենք, որի արդյունքում կարողանում ենք շարժվել։ Ողորմությունը, լավ։ Ողորմությունը ինչ է։ Ողորմությունը չտալ ու չհատուցել մեղավորին իր մեղավորության համաձայն։ Չհատուցել։ Ողորմություն ցուցաբերել։ Մեղավորը մտավ դատարան, դատավորը իր մեղքերի համաձայն որոշում չարավ, այլ ողորմություն ցուցաբերել, շնորհել։ Ողորմած լինել։ Հասկանում ես, ապրես, ողորմած, որ սա ամեն մեկից պետք է, Աբրահամ ջան, պետք է, ու սա ավելի է մեզ պահում Աստծուց կախված, սա ավելի է մեզ պահում մեր ենթագիտակցության մեջ այս խորը հասկացողությունը, առանց Հիսուս ես ոչ մի բան չեմ կարող, առանց Հիսուս անհնար է։ Եվ երրորդը, որպես քաջալերական ամփոփում ես ամեն ինչին,
Հակոբոս 4:8-ի մեջ ասում է մոտենանք Աստծուն եւ նա կմոտենա մեզ։ Մոտենանք, գնանք Աստծու մոտ եւ նա կմոտենա մեզ։ Սիրելիներ, հավատում եմ ամեն մեկիս համար սա մեծ թե օրհնություն է եւ թե մեծ ձեռքբերում, որ կարողանանք մեր աստվածպաշտության մեջ նույնպես ապրել Աստծուն հաճելի եւ Աստծուն փառավորող։ Օրինակ Հոբը իր տանջանքի տառապանքի մեջ 23:3-ի մեջ ասում ախ երանի կարող եղնել գտնեմ նրան մինչև նրա աթոռը կգնայի իմ դատս նրա առաջ կտարածեի բերանս փաստերով կբացեի ու բայց նորից սկսում անջի կարևոր միտքը կարող լինեի գտնել նրան սիրելի քուրս սիրելի եղբայրը սիրելի լսարանի մեջ եղող հարազատներ ջան ես ուզում եմ ձեզ ասեմ որ Աստծո որդին մեր ամեն մեկի համար բերել է շնորհք եւ ողորմություն Աստծո որդին գինա վճար է Աստծո որդին արունա թափ է եւ Եբրայեցիս նամակը ասում է որ Քրիստոս Հիսուսի արյունով մենք համարձակություն ունենք մոտենալու շնորհած աթոռին շնորհած գահին մոտեցեք Աստծուն եւ Տերն էլ կմոտենա ձեզ մեկը հարցրեց ինչքան կարամ մոտենամ ինչքան կարամ մոտ լինեմ պատասխանը հետեւյալն է ինչքան քո հավատքդ քեզ թույլ է տալի դու կարաս բավարարվես իր մասին լսելով ու իմանալով կարաս չբավարարվես ասես ես ուզում եմ ճանաչեմ քեզ ես ուզում եմ մոտ եղնեմ եթե նայես Սուրբ գրքին նրան շրջապատած էին տարբեր մարդիկ առաքյալների տարբեր մտերիմ չափեր ու ձևեր բայց կար մեկը որի մտերմությունը յուրովին գծվում էր նա գլուխը դրել էր Հիսուսի դոշին նա դրել էր գլուխը եւ ասեմ ձեզ միգուցե մարգարեաբար, բայց այդ տեղը, որ Հովանեսը դրել էր, այդ տեղը հասանելի է ամեն մեկիս Քրիստոս Հիսուսի շնորհքի լիությամբ եւ առատությամբ։ Մեր մարդկային կարողությամբ ոչ մեկս իրավունք չունենք մոտենամ։ Մեր մարդկային լավ ու վատ գործերով ոչ մեկը չի կարող։ Դա հնարավոր չի։ Հասկանում եք, բայց շնորհքի առատությամբ, Աստծո շնորհքի մեծությամբ բոլորս մոտենալու, որովհետեւ այդ պատվական արյունը խոսում է ամեն մեկիս համար։ Դրա համար մոտեցի ու Տերը կմոտենա քեզ։ Սա խոստում է։ Սիրելի հարազատ բարեկամ, ուզում եմ քեզ քաջալերեմ, մոտեցի, քայլ արա։ Աշկերտ կտրի մարդկանցից սпасելու, աշկերտ կտրի բոլոր քո մարդկային աղբյուրներից եւ հառի դեպի երկինք։ Հա ինչպես ասապ հասավ, թե Սաղմոսը սկսում է Աստված բարի է Իսրայելի համար, բայց ես քիչ մնաց ցայթակեմ, որովհետեւ նայեցի այնտեղ որտեղ չպետք է նայե եւ ես նայել մոտորումները կարող է իզուր տեղն եմ սիրտս մաքրե իզուր տեղն եմ ապաշխարե իզուր տեղն եմ Աստուն եկեմ մինչեւ որ Աստված տանում է իր սրբարան եւ ցույց տալի նրանց վաղճանը նրանց վերջը ասում է հասկացա որ նրանք սահուն տեղն են դրած սահուն տեղը ու Սաղմոսը լա դեռ չի վերջացել բայց ասում է Տեր Աստված ով ունեմ ես երկնքում երկրի վրա էլ քեզանից բացի բան չեմ ուզում գիտես երբ որ դու հասկանում ես որ Քրիստոսը ամենն է ամեն բանի մեջ դու իրանից բացի ոչ մի բան չես ուզի ոչ մի բան որտեղ Քրիստոս ունես դու ամեն ինչ ունես Հիսուս չունես ոչ մի բան չունես կներես ոչ մի բան դրա համար Սաղմոսն էլ վերջացնում է ասելով բարի է ինձ մոտենալ Աստծուն բարի է որովհետև գիտեմ ես ինչքան մոտենամ ինքը այդքան ինձ կմոտենա թող Տեր Աստված օրհնի ձեզ պահի ձեզ զորացնի ձեզ ելներ ջան այսօր սրտից խոսքը այսքանն էր ուզում եմ քաջալերեմ ձեզ որ Աստծուն մոտենալը բարի ամեն մեկիս համար գնանք առաջինը ինքը կանչում է մեզ ինքը կանչում է եւ ինքը տեսնում է ինքը ունի հնարավորություն օգնելու գնանք սովորելով գնանք խոնարհությամբ գնանք սովորելու Տիրոջ խոնարհությունը, գնանք սովորելու Տիրոջ հերթությունը, գնանք սովորենք մարդկային վերջ վերցնենք մեր վրա, մարդկորեն ոչ մի բան չանենք, մարդկային արդարությունը Աստծո առաջ կեղտոտ լաթի պես է, բայց Քրիստոսին հնազանդվելը պատվական է, թանկ է, եւ դրա համար թող Աստված փառավորվի բոլորիդ հնազանդության, հեզության եւ խոնարհության մեջ։ Գնանք հասկանալով ինքը մեր մեծ քահանայապետն է, ինքը ունի ամեն հարցերի պատասխան։ Չկա տենց բան, որ ինքը չկարողանա պատասխանել։ Նրա շնորհքի լիությունը ընդգրկում է ամեն ինչ։ Անձնականա, փոխհարաբերության խնդիրը, ֆինանսները, ինչ խնդիր ուզում ա եղնի, գնա Տիրոջ մոտ, հիշի, նա ունի շնորհք, նա ունի ողորմություն քո համար, եւ դու կարաս Երբ որ ստանաս ու զգաս, որ այդ միջամտությունը, օգնությունը քո կյանքիդ մեջ բերել է փոփոխություն, ոչ մի բան քեզ չվերագրես, ոչ մի բան։
չեղնես մեծամիտ ու ամբարտավան, իշի տիրոջ հետևից գնում են քանի դասակարգ ժողովուրդ, գնում են մարդիկ, ովքեր ուզում են բժշկվեն, բժշկվեցին, ու հետո 10 բորոտներից մենակ մեկը եկավ շնորհակալություն ասավ, գնում են մարդիկ, որոնց համար Հիսուսը գիտես ինչ, հաճելի է, քանի դեռ հասկանալ էին, բայց հենց դարձավ անհասկանալի, շատերը թողեցին իրան, ասավ, եթե մարմինս չուտեք, արունս չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա, շատերը գրածա թողեցին իրան, գնում են մարդիկ, ովքեր ուզում են սխալ գտնեն, գնում են մարդիկ, որոնք չեն հասկանում ես, ու իրանց մարդկայնորեն պատկերացման եւ վերլուծման մեջ ուզում են տեղավորվեն, բաներ կա, այդ ձև չի, դա պետք է Աստծո խոսքի, Աստծո հոգու ներգործության եւ Աստծո խոսքի լույսի ներքո նայվի ամեն ինչին, քննեք գրքերը, ասում է Տերությունը, քննեք, կարծում եք նրանցով բոլոր գրքերը խոսում են իմ մասին, չես կարող, ոնց կարած խոսքը կարդաս, գիրքը իմանաս ու խոսքի հեղինակին չճանաչես, սարսափելի բան էր սա։ Եվ դրա համար սերներ ջան, գնանք հասկանալով, նա մեր մեծ քահանապետն է։ Ամեն իրավիճակի մեջ, կյանքի փորձից ուզում եմ քեզ ասեմ, այսինքն ձեռքը դիր կրծքից, նա երկինք, ու մենակ մի հատ արտահայտություն արա, Տեր դու ինձ հասկանում ես։ Ու վստահ եմ, որ Հիսուսը քեզ հասկանում է։ Հիսուսը քեզ հասկանում է, ասեմ ավելին, ունես Աստծո մոտ շնորհք, ունես Աստծո մոտ ողորմություն քո կյանքի համար։ Այն հիմա ինչի մեջ որ կաս, դու պետք ունես դրա։ Դրա համար վերցրա, թող դրսևորվի ու թող Տիրոջ անունն էլ փառավորվի։ Եվ երրորդ խոստումը, գնանք, որովհետև ինքը խոստացել է։ Հենց մենք քայլ անենք դեպի իրան։ Ինքը ավելին է անելու դեպի մեզ։ Եկեք ինձ բոլոր հոգնածներ, ծարավացներ, եկեք, նա ինքը կանչում է մեզ։ Նա գիտի մեզ, բայց այդ քայլը, որ մենք մեր մեջ որոշում ենք, չէ, Աստծուն մոտենալը բարի այնց, այդ երբ որ դրա հասկացողության խորությունը բացվում է, դու ոչ մի անգամ չես թողնի Տիրոջը։ Տերը թող օրհնի ձեզ, Տերը թող պահի ձեզ։ Ամեն։ Արսեն, շատ շնորհակալ ենք, շատ սիրում եմ այսպես համառոտ, բայց շատ բովանդակալից թեմաներ ես բերում, բայց մի քանի այսպես հարցեր ուզում եմ տալ, քանի որ ժամանակ ունենք, դեռ 10-15 րոպե։ Սիրով Տես Արսեն, ինչը սիրեցի այս թեմայի մեջ, Աստծուն մոտենալու հետևանքների մասին խոսացիր, որ շատ կարևոր է։ Ես ուզում եմ այսպեսի հարց բարձրացնեմ, շատ քրիստոնյաների մեջ տարբեր ձևերով է ասոցացվում, ինչ է նշանակում Աստծուն մոտենալու, օրինակ շատերը իրենց զսպելով մեղք չեն գործում եւ դա համարում են Աստծուն մոտենալ, շատերը արարողությունները եկեղեցական համարում են, այսինքն հաճախել եկեղեցի եւ աղոթքի արարողություն, գիրք կարդալու արարողությունները համարում են Աստծուն մոտենալ, թեպետ դրանք օգտակար են, դա կարելի ասել դա միջոց է Աստծուն մոտենալու, ոչ թե արդյունք։ Համաձայն եք այս խոսքին։ Լիովին համաձայն եմ եւ խոսքի մեջ ես դրան վերլուծում տվեցի Աբրահամ ջան։ Խոսքի մեջ ես մի քիչ ավելի բարձր կարաս իմանաս ջրի անունը, կարաս իմանաս տասնյակ ջրերի անուններ, բայց երբ որ դու ծարավ ես, քեզ մենակ ռեալ ջուրն է։ Շատ ճիշտ է։ Քո ծարավը հագեցնելու։ Սոված ես, կարաս տասնյակ ճաշատեսակներ իմանաս, տասնյակ անուններ իմանաս, ու սոված ես, ախպեր ես։ Այդ ճաշատեսակների անունները իմանալը քեզ չի կշտացնում, քեզ պետք է ուտես։ Աստծուն մոտենալը դա ռեալ փոխհարաբերություն է, ռեալ շփում ու հաղորդակցություն է։ Ռեալ ոնց եմ հիմա Արսեն Մեսրոպյանը Աբրահամ Տաշյանի հետ հարթակի վրա ծառայություն են անում։ Սա իլյուզիա չի, սա ռեալ իրականություն է, ճիշտ է։ Ամեն։ Հիմա ինչից ելնելով, առաջինը մեր անձնական ունեցած ճանաչողությունից, չէ՞, փոխադարձ աստվածպաշտության փորձառությունից, թեկու սրտի մեջ Աստված դրեց այդ վերջապես թե փափագը թե իմ մեջ էլ հաստատեց, որ ձեր համագործակցությունը Աստծուն փառք է բերում։ Շարունակեք իրար հետ։ Ու մենք գործնական սկսենք։ Մենք կներես թեորիա մենակ երազանքի մեջ ասենք, վայ Աբրահամ ջան, լավ կեղներ քեզ հետ դու։ Այսինքն քայլ արեցինք, ճիշտ է։ Եվ այդ քայլի արդյունքում այսօր ծնվել է այս հարթակը, ծնվել է այս հաղորդումը, որ տասնյակ հարյուրավոր ու հազարավոր մարդկանց պիտի օգնի։ Ու իմ աղոթքն է իրապես դրա համար խնդրում եմ սիրելիներ ջան, ժամանակ կա, տես Տեր Հիսուսը ասավ Մատթեոս ավետարանի մեջ, խնդրեք ու կտրվի, փնտրեք ու կգտնեք, դուռը թակեք ու կբացվի։
ով որ խնդրում է նրան տրվում է, ով որ փնտրում է նա գտնում է, ով թակում է նրան բացվում է, գործողություն է ուզում, հասկանում ես, մենակ մի հատ արտահայտություն չանեմ, ասեմ, Տեր Հիսուս ջան, ինձ օգնի, լավ մի հատ քայլ անեմ, տես, ասեմ, հոբի պես արդար մարդ է, այդքան ջարդուփշուրով անցավ, էլի, հասկանում եք, 10 երեխա, մուլտի միլիարդեր մարդ, որ իր ամբողջ կարողությունը հավասարվեց, զրոյի, կորցրեց, բայց իրան չկորցրեց այս մարդը, ոչ մի անգամ Աստծուն հակառակ արտահայտություն չարավ, կինը խենթավարի խոսում էր, ասում էր, դու անխելք մարդկանց պես ես խոսում, ոնց Աստծուց բարիք ընդունես ու չարիք չէ, Աստված տվեց, Աստված էլ տարավ, Աբրահամ ջան, ես նման հոգևոր մարդու անկեղծ եմ ասում, նա դեռ չեմ տեսել, հավատա, այս կարգի ամուր կանգնած ու ամուր նվիրված, հասկանում ես, ու այս էլ քիչ է, խփվում է նաև իր առողջականը ու նորից շարունակում է հավատարիմ մնալ։ Այս էլ քիչ է, ոչ բարով մի քանի հատ բարեկամ էլ գալիս են ու անընդհատ սղոցում, որ դու մեղավոր ես, դա քո մեղքի արդյունքն է, այ որ սենց ես, որ արաս մտաղեք, ես բան չունեմ արած, հասկանում եք թե չէ։ Ու դրա համար ասում, ախ երանի գտնեմ իրան։ Միակ տեղը, որտեղ հասկանում եմ, որ կա անարատություն, պարզություն ու ընդեղ կներես, ընդեղ չկա բեկում, ընդեղ չկա ենթադրաբար, ընդեղ չկա կարծիք, ընդեղ ռեալ ճշմարտությունն է, ռեալ փաստն է։ Ու խնդրեմ, 42-րդ գլխի մեջ գրված է Հոբը իր բարեկամների համար աղոտ կարած ժամանակը Աստված Հոբին հանեց այդ գերությունից։ Մի րոպե, երբ որ Տիրոջ հետ հանդիպեց, երբ որ հասկացավ, որ ինքը անելիք ունի, բացի նա որ ինքնա պաշտպանվում է, լավ անեմ, այո, որովհետև սխալ տեղը երբ որ քեզ ուզում են մեղադրեն, դու պետք է պաշտպանվես, բայց բացի պաշտպանվելը դու պետք է բարեխոսես։ Մի բան, որ կներեք այսօրվա աստվածապաշտների շատերի մոտ պակասող մի բան է։ Աստվածապաշտ են, բայց բարեխոս չեն, աստվածապաշտ են, բայց մեկը մեկին կարան մի հատ փոքր թերությունից սխալից ֆշշացնեն, թշշացնեն, լարվեն, ագրեսիա ցուցաբերեն առանց մի հատ խորը, ասենք հասկանալու, որ եթե Հիսուսը մարդուն չկպավ, ինչ ուզում ես արա չես կարող իր կյանքը փոխես։ Հաստատ։ Մեկը մենակ իզորու է մեռածին կենթանացնի եւ մեղքերու հանցանքների մեջ ձևավորված մեղավորին վերստին ծնունդ տա ու այդ ծնունդին էլ աճ տա ու իր անունն է Հիսուս։ Իրան պետքա ճանաչես ուղակի։ Ճանաչես ու դիմես ճանաչելով, դիմես վստահորեն։ Նա քո մեջ իր բարի գործը սկսած մինչև վերջել կկատարի։ Հաջորդ տեսությունը շատ գեղեցիկ ներկայացրեցիք արդյունքների մասին։ Արդյունքները, որը իր մեջ ունի խոնարհություն եւ հեզություն եւ արդյունք, որը ունի Աստծուց նախամարցակություն իր մեջ, արդյունքը, երբ որ դու համարցակ ես մոտենալու շնորհքի աթոռից, որտեղ Հիսուսի արյունը տալիս է բոլորիս, Աբրահամ ջան, այո։ Դա շատ կարևոր է համարցակությունը։ Այո, եւ շնորհք եւ ողորմություն ընդունելու շատ լավ ասացիք, բայց ես ուզում եմ մի հատ անդրադառնանք Հիսուսի այս խոսքին, որ շեշտեցիք, եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ։ Վստահ սա չէր խոսում աշխարհիկ մարդուն, սա խոսում էր քրիստոնյաներին, այս խոսքը հիմնականում ուղղված է քրիստոնյաներին, բայց կարծում ես, որ նախ պետք է հասկանանք, որ հոգնած ենք, երբեմն այնքան ենք տարված մեր գործերով, բացահայտենք մեր մեջ, որ մենք հոգնած եւ բեռնավորված ենք, սա շատ կարևոր։ Ամեն մեկս որ անկեղծանանք ինքներս մեր հետ, կհասկանանք, որ բաներ կա, որ արդեն հոգնածրել է ինձ։ Հա։ Շատ վատ է այդ կյանքը, որ հոգնած կյանք է, չէ։ Այո։ Միապաղաղ։ Եվ դրա ինչի պատճառն է, ամենակարևորը դա ինչի պատճառն է։ Դա ինքնագլխության, ինքնուրույնության, Աստծուն մեջ կարած կյանքի արդյունքն է։ Դա մարդկորեն բաներ վերցնելու, մարդկորեն բաներ ստանձնելու, առանց Աստծո իրավունքը հարցնելու։ Տեր դու ուզում ես։ Եվ դրա համար շեշտում եմ մարդկային բեռը, մարդկային այդ խոստումները, որ ինչ-որ բաներ անես առանց Աստծո օգնության ծանր են, անտանելի են։ Հիսուսի բեռը թեթև է։ Այսինքն կարող ենք ասել, որ մեզ Աստծո մոտ մղող մոտենալու այդ փափագը արտնացնում է խոր անկեղծությունը։ Այո, ինչի ոչ, այո։ Այսինքն որ բացահայտում ես, որ հոգնած ես ու կարիք ունես
Այո, դու ինքդ անկեղծ ես, ինքդ քո հետ, այդ անկեղծ ես ինքդ քեզ չես խափում, հա։ Նարկոտիկ չես օգտագործում, թմրադեղեր։ Ապրես, աղոթքիդ մեջ երբ որ ասում ենք Աբրահամ ջան, աղոթքի մեջ երբ որ ասում ենք, Տեր, ամեն բան քեզանից է կախված։ Շատ ճիշտ ես նկատել, օրինակ իմ տարիների փորձից հայտնաբերել եմ հետեւյալը, որ ցանկացած հարցի խնդրի Տիրոջը դիմելու արդյունքում մենք մեր սրտի մեջ որ անկեղծ եղնենք, մենք B ծրագիրը ունենք։ Մենք գիտենք, որ երբ որ աղոթքը մի քիչ ուշ պատասխանվի, մենք գիտենք հարցին ոնց ենք լուծելու։ Խոսքը օրինակ հիմա աղոթք եմ անում, Տեր օգնի, խնդրում եմ, առաջացած նյութական խնդիր կա էլի, այս հարցին ոնց պետք է լուծեմ, օգնի։ Առաջի գործողությունը ճիշտ է, աղոթքով դիմես Տիրոջը։ Սխալը, երբ որ դու այդ աղոթքի մեջ անկեղծ ես։ Սխալը։ Դու արդեն քո մեջ չարխեր ունես գծած։ Մի հատ էլ խնդրեմ, կօգնի թե երկրորդ ծրագիր կա, ախպեր, հասկանում ես, Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն։ Ու ինչ ասավ։ Ախ երանի թե ինձ օրհներ քո օրհնությամբ։ Ախ երանի թե իմ սահմաններս մեծացներ։ Այսինքն ես տարբերակ չունեմ։ Ձեռդ իմ վրա պահես, որպեսզի հետ այսու տրտմություն չքաշեմ։ Ուսուբիկ ասում է, Աստված նրա խնդիրքը լսեց ու պատասխանեց։ Մի րոպե, ինչի մենք պիտի հասկանանք, այս աղոթքի էֆեկտը ինչն էր, որ Տիրոջ սրտին կպավ։ Պարզ անկեղծությունը առանց երկրորդ ծրագրի։ Լեցուն չպատասխանված աղոթքներ, B ծրագիրը փաստը, անկեղծ եղեք, խնդրում եմ ուղղակի, անկեղծ եղեք ձեր հետ, որևէ հարց, երբ որ դու Տիրոջը դիմում ես, լա հարց տուր քեզ, ես սրա B ծրագիրը ունեմ, ես սրա, մենք ասում ենք այստեղ emergency դուրը կա, թե ես ասում եմ Տեր Հիսուս լիովին քեզանից է կախված ամեն ինչը, հասկանում ես։ Երբ որ ասում եմ ամեն ինչը կախված է, ու դա պետք է երևա, ու Աստված տեսնում է այդ սիրտը, հենց տեսա, որ դու իր այդ անկեղծ ես, բում, միանգամից պատասխանը գալիս է։ Շատ կարևոր է։ Հենց տեսնում է, չէ, դու լադեր կներես լիքը բան ունես, չէ, օրինակ Հակոբը կռվում էր Տիրոջ հետ, տնչում էր, ու եկել այդ կռվի ժամանակ Տերը հարց է տալի, անունդ ի՞նչ է։ Ու ինքը պետք է ասի իմ անունը Հակոբ է, ես խաբեբա եմ, ես խաբելով հասել եմ ստեղ։ Ու Աստված իրան պետք է ասեր իր հետքը թողալով անունը պետք է ասեր հետ այսուր ապրես դու Հակոբ չես դու Իսրայել կեղնես հասկանում ես այսև պետք է երևա մենք ով ենք մինչև Քրիստոս մենք ով դարձանք Քրիստոսով ողբերգությունը ու ցավալի բանը ոչ միայն B ծրագիրը ունենալն Աբրահամ ջան բայց լեցուն դեպքերում գալ Աստծուց օգնությունը ստանալ միջամտությունը ստանալ, նորից Տիրոջը մեջ կանել, ապերախտ ձևի կյանքը շարունակել։ Այսինքն այդ տրամաբանությունը կամ այդ գիտակցությունը այսպես է, ես տարբերակ չունեմ, մեկ եւ չեմ ուզում ունենամ իմ մի հատ եւ անկրկնելի տարբերակը դու ես, միակը, անփոխարինելի։ Հիշում ես ինչ ասավ իր սրտի մեջ։ Մենակ իր հագուստի քղանցքին կպնեմ։ Մենակ կպնեմ, հասկանում ես, ու ինչ արավ, ապա ճեղքեց այդ բազմությունը, անցավ այդ երրու բովի կողքով հարյուրավոր մարդիկ են շրջապատել են Հիսուսին ու կարողացավ, վերցրու Տերը կանգնեց, ստոպ, մեկ ինձ կպավ, աշակերտները Տեր, լալա ինչքան մարդ է շրջապատել, ոնց չէ, մեկը ինձ նպատակով կպավ, ով էր նա, ես կին այդ դողդողալով, ես եմ, առնահոսության մեջ ամբողջ ունեցվածքս ծախել եմ, օգուտ չեմ գտել, բայց իմ սրտի մեջ ասի մենակ կպնեմ։ Հասկանում ես, այս։ Ամեն։ Երբ որ Հիսուսը քո համար դառնում է արդեն միակը, պատասխանը վարքյանական է։ Երբ որ Հիսուսը քո համար Մի հատ տեսնենք, հա։ Փորձենք։ Ապրես էլի, հա։ Մի հատ փորձենք։ Շեղնի ոչինչ չի։ Նայ, Արսեն եղբայր, տես մի հետաքրքիր բաներ մտքովս անցավ, ուզում եմ սա անպայման ասել եւ վստահ եմ, որ դու համաձայն կլինես։ Ինչ է նշանակում փորձել Աստծուն։ Այ հենց սա է։ Երբ որ դու B տարբերակ ունես, բայց մի հատ էլ Աստծուն ես փորձում։ Կանի, չի անի, ես իմ տա։ Սա շատ սարսափելի մեղք է։ Փորձել Աստծուն հենց այս իմաստով է նաև 100%, 100% հասկացվում Աբրահամ ջան ոչ մի անգամ չփորձես Աստծուն ոչ մի անգամ դա ծանր մեղքերից մեկն է սուրբ գրքի մեջ այո
ծանր մեղքերից մեկն է, որի պատճառով Իսրայելից լեցուն մարդիկ չմտան խոսման երկիր։ Այո, Մի այո, փորձի քո Տեր Աստծուն, 10 պատվիրանի մեջ չփորձես քո Տեր Աստծուն։ Տեսնես կարա, տեսնես գիտի, տեսնես հնարավոր է, բա ես միգուցե կամ իր կներես, բա միգուցե չկա, դա լրիվ Աստծուն փորձող բաներ է, մտքեր ու արտահայտման ձևեր։ Մի բան վստահ, ես դες առանց երկմտելու եմ ասում, հորաչ կողմը ունենք բարեխոս, մեր մեծ քահանապետը ամուր բռնենք մեր դավանությունը, որն է, ես ունեմ քահանապետ, հորաչ կողմը բարեխոս ինձ համար, երկրորդը, նրա բնությունը, նա ինձ հասկանում է իմ բոլոր ընթացքի, իմ բոլոր ճանապարհների ու նեղությունների ու դժվարությունների մեջ, որովհետև նա իմ նման, որպես մարդ, անցած այս ճանապարհով, մի կարևոր առավելությամբ առանց մեղքի, եւ հիմա ինչ ամնում գնամ վերցնելու շնորհք եւ ողորմություն։ Գիտես, քանի որ սա համարձակություն է տալիս ողորմությունը, այս գիտակցությունը։ շնորհքն ու ողորմությունը շոշափելի չի, մարդիկ ասում են, ալավ Արսեն ախպեր։ Բայց երբ որ շնորհքն ու ողորմությունը դու ստանում ես, դու դառնում ես արդեն շնորհքն ու ողորմությունը արտահայտող մեկը։ Շնորհալի, չէ՞։ Այո, որը դրսևորվում է նրանով, որ դու քաջալերված ես, դու շնորհալի մարդ ես արդեն, շնորհակալ մեկն ես, Ողորմած դու ես։ խանդավառ ես, դու ողորմած ես, դու կյանքին ուրիշ ձև ես նայում, դու մարդկանց ես շփվելուց մարդիկ քեզ ասում ոնց որ ես աշխարհից չեղնի, բա իհարկե ես աշխարհից չեմ, պանդուխտ օտարական եմ ես աշխարհի մեջ, ես ընդդեղից եմ ապեր։ Բայց նկատում ես ինչ էներգիա կա սրա մեջ, ինչքան բանը կենթանի, այսպես կյանքի տեսակ է, հա, օրգանիկ, երրող, սրա մեջ չկա ձանձրույթ, սրա մեջ չկա հոգնածություն։ Կյանքը դրա մեջ է, Իհարկե։ որովհետև կա թե հավատք, թե կա Աստված ճանաչողություն, թե կա փոխհարաբերություն, թե կա շփում, թե կա բացահայտ վկայություն Աստծո միջամտության եւ օգնության մասին։ Ես իմ արդեն այս 53 տարիների ընթացքի մեջ, որից արդեն 33 տարի տիրոջ մեջ եմ, ուզում եմ ասեմ, իրանով կամ, իրանով ապրում եմ, իրանով գոյություն ունեմ։ Ամեն, ամեն։ Հասկանում եք, երբ որ առիթ ունեմ, միշտ ասում եմ, երեսի ամոթը ինձ, փառքն ու պատիվը իրան։ Փառքն ու պատիվը իրան, որովհետև իր մեծ ողորմությամբ եւ շնորհքով թե արժանացրել է իր խոսքը խոսալու։ Դրա համար ես պիտի փոքրանամ, ու ինչքան ես փոքրանում եմ, ինքը մեծանում է, թող ինքը մեծանա։ Ես ուրախանում եմ, ես շնորհակալ եմ Աստծուց այս մեծ առանձնաշնորհումի համար։ Մի հատ հանդիպումը իր արմատական հետքը թողեց իմ վրա, արմատական փոխեց լիովին։ Իմ վերաբերմունքը, իմ մեղքի գիտակցությունը, իր հանդեպ զգայունությունը ու ամեն ծառայության, ամեն պաշտամունքի մասնակցելուց դա բորբոքվում էր եւ դա իր փառավոր հետքը թողում էր կյանքիս մեջ, մինչեւ հիմա Աբրահամ ջան։ Դեր թողորտի, որպեսզի մեր լսարանի մեջ բոլորը հասկանան, Աստծուն մոտենալը գործնական է, Աստծու հետ շփվելը գործնական է, ռեալ է, դա իլյուզիա չի, դա ուղղակի երևակայություն չի, դա հավատք է, որը տանում է մեզ դեպի մտերիմ փոխհարաբերության։ Ոնց ենք իրար հետ խոսում, իրար լսում, այդ ձև խոսում ենք եւ լսում ենք Տիրոջ։ Ամեն։ Արսեն, շատ շնորհակալ ենք, Տեր օրհնի քեզ շատ եւ կխնդրեմ քո աղոթքով ավարտենք։ Եթե ուղերձ ունես սիրով, աղոթք եմ բարձրանում, երկնավոր Հայր, աղոթք եմ բարձրացնում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Խնդրում եմ, որ լսարանի մեջ մեր բոլոր հետևող քուրեր եղբայրներին տաց հայտնության իմաստության հոգին քեզ ճանաչելու համար։ Ամեն։ Օգնի Տեր Աստված, խնդրում եմ քեզ։ Դուր հայտնության իմաստության հոգին քեզ ճանաչելու Տեր։ Օգնի ամեն մեկին, խնդրում եմ քեզ։ Խոսի ամեն մեկի հետ, հպվի ամեն մեկին Տեր։ Քաջալերի աղաչում եմ քեզ ամեն մեկին Տեր։ Խոսալով նրանց հետ ու նրանց կյանքի վրա, որ դու ունես շնորհք ամեն մեկի համար։ Շնորհք, որ կփոխի իրանց կյանքը, շնորհք, որ կդարձնի մեկ ուրիշ, շնորհք, որ կդարձնի քաջալերված ու խանդավառ Հիսուս Քրիստոսի անունով։ Թող քանդվի ու ջախջախվի ամեն տրտմությունը, հուսահատությունը, թող քանդվի դիվականը Հիսուս Քրիստոսի անունով։ Թող բացվի քո աստվածային շնորհքիդ մեծությունը, լիությունն ու ճոխությունը Աստվածին։ Փառք քեզ, պատիվ քեզ, մեծություն քեզ։ Օրհնի եղբորս ընտանիքը, երեխեքին, թորներին իմ Աստված, պահի ձեռդ իրա վրա նույնպես, խնդրում եմ քեզ։ Եվ թող անունդ փառավորվի իմ Աստված մեր բոլորի կյանքի մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Քեզ փառք, քեզ պատիվ, քեզ գոհություն, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ 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 Փառք քեզ Տեր։
Պարտիրոջ Արսեն Ղպայր կրկին շնորհակալ եմ եղիր օրհնված պատխաբեր եւ հաջողված եղբայրս Տերը թողոշնի քեզ քո ծառայությունը ընտանիքդ եւ եկեղեցին բարևներ բոլորին եղբայրս շնորհակալ եմ ես եմ շնորհակալ հարազատ Աստված օրհնի քեզ Տերը պահի քեզ իգերջան thank you շատ նմանապես սելի քուրեր եղբայրներ այսպեսիներ մեր եթերը մոտենանք բարի է մոտենալ Տիրոջը դա կյանք է փոխում եւ նոր կյանքով է լցնում մեզ ամեն անգամ երբ որ մոտենում ենք Տիրոջը ինչ որ բան ենք նկատում ինչ որ նոր բան մեր կյանքի մեջ որը ավելի է մոտեցնում եւ ճանաչողություն բերում եւ մեր կյանքի տեսակն է փոխում դարձնելով այն երկնային Տեր օրհնի ձեզ մնացեք խաղաղությամբ առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Maranatha Տերը շուտով գալու է